Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին։ Միաժամանակ պարզվել է, թե ինչ գործով է անցնում նա։ 2 ամսով կալանավորվել է Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես սկսելու մասին։ Նպատակը հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելն է։ Անկախ դիտորդն է հայտարարել 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ապօրինի է։ 3 Նիկոլ Փաշինյանը կրկին կրկնել է Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելառուսամետ օլիգարխ դրանց անհատապես ջախջախելու է։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Արևմուտք այսպես կոչված թիրախային երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխության համար լայնորեն օգտագործում է կեղծիքներ եւ ստեղծում մարդկանց կառավարելու հաղորդակցման մեխանիզմներ։ Հենց այդպիսի կեղծ թվական արտահոսքերը լայնորեն կիրառվել են Հայաստանում 2018 թվականին։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունիսի 18-ն է 5 շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 համաձայնություն տվեց Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ թե մեղադրանք առաջադրելու, թե ազատությունից զրկելու դատախազության միջնորդություններին։ Քոչարյանին առնչվող գործը վերաբերում է 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքին։ Նրա փաստաբան Արամ Օրբելյանն նշել է, որ առաջադրված մեղադրանքները վերաբերում էին 2004-ից 2009 թվականներին։ Պաշտոնական դիրքի չարաշահում, հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են փողերի լվացում, ըստ էության հանձնաժողովը արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի ինքը ինչ է անում։ Օրբելյանը նշել է, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, ապահավել է որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի։ Քոչարյանի փաստաբանը քաղաքական ենթատեքստ է տեսնում այս միջնորդություններում եւ դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում։ Մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են, նշել է Օրբելյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով։ Ղազինյանը հերքում է մեղադրանքը շուրջ 12-ից 13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձուն վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները արդեն կարող եմ դա էլ պնդել հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը։ Արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը, ասել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։ Այսօր հակակոռուպցիոն դատարանը բավարարեց հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ այսպես Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն է հայտարարում ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ Այս մասին խմբագիրներին տված իր հարցազրույցում ասել է Կարապետյանը։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ, գնանք այդ քայլերով։
Իր հերթին 3 ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմադիրների այն պնդումներին, թե ձայները կեղծվել են։ Ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վեր ընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը, ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Այդտեղ ամեն ինչ կավարտվի։ Չնայած այդ ամեն ինչը ավարտվել է։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ։ Որտեվ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Այդ ժամանակ դուք կտենաք ինչ է նշանակում ոչ թե սիրո եւ բանի համերաշխության եւ թավշա հեղափոխություն, այլ կտենաք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ով ասում է, որ մենք ձայն ենք կեղծել, դուս եկեք հրապարակներ։ Եվ տանը վեր ընկած այդ լիդեր կոչվածներին կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք ստեղ տենանք ով եք դուք մի հատ։ Եկեք ստեղ, ինչի է ձեր նստատեղերը դատարկ։ Մանակ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր նոր ձայնագրություն է տարածել ուժեղ Հայաստանին առնչվող ընտրակաշառքի գործով։ Այս անգամ Երևանի, Քանաքեռ, Զեյթուն վարչական շրջանի նրանց գրասենյակի պատասխանատուները ընտրողներին խոստացել ու տվել են ընտրակաշառք։ Հələ մի հատ սպասում եմ, տենամ գալիս է, երբ չի գալի, մի հատ չէ փոխեմ այդ Իրանն էլ։ Հա։ Կա Ռոման, պրոստը Իրան ասա, որ փող է տալու, որ կանը շահագրգռվի։ Ահա ինչ ես խոսում, ինչ ես խոսում սրանով, վալա։ Գնա ավտովից։ Հորա սրանով իմ հետ մի խոսա, էլի տենց բաներ։ Այն տելեգրամը տուրա։ Ոսում ես, մի հատ էս։ Հա, դեր, այլուս։ Գեր բաներ անում ինչ է, ոչ եմ սաղին տեսա ներքևներ, նոր էլ վրթոին տեսա։ Հա, ցավոտ տալեմ։ Դες երկորը իրար ապե սրանով բան չեմ ուզում անել, ոբշա։ Տոշնիա ոբշա։ Վրթոն կզանգի, հա, ինձի տենց հետա մեծ դու քո այդ եղածը բան կանենք ախպերը, որ այդ ախտակները բերեն։ Այրիկ ունա կերեմ ախպերս։ Հիշեցնենք ընդդիմադիր մի շարք ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ԴՕԿ-ը, Միասնության թևերը ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում բարձրագույն դատարանը դիմորդներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի։ Հանուն Հանրապետության կուսակցությունը նույնպես դիմում է Սահմանադրական դատարան։ Կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ներկայացրել է, թե որոնք են իրենց կուսակցության ակնկալիքները Սահմանադրական դատարանից առաջինը իրավական գնահատական դատարանը պետք է արձանագրի ընտրակաշառքի բացահայտված եւ հիմնավոր կասկած առաջացնող ծավալները եղել են առանձին դրվագներ, թե ընտրողի կամքի վրա համակարգային ազդեցության մեխանիզմ։ Սա առանցքային հարց է, որովհետեւ համակարգային ընտրակաշառքը արդեն հարված է ոչ միայն ընտրական օրենսդրության, այլև ժողովրդական իշխանության սահմանադրական սկզբունքներին։ Երկրորդը քաղաքական սահմանադրական հետևանքների գնահատում դատարանը պետք է քննության առարկա դարձնի, թե այդ մեխանիզմներից որ քաղաքական ուժերն են շահել, ինչ ծավալով են խեղաթյուրվել հավասար մրցակցության պայմանները եւ արդյոք այդ ուժերի ստացած քվեն կարող է դիտվել որպես ժողովրդի ազատ կամքի լիարժեք արտահայտություն։ Երրորդը արտաքին միջամտության բաղադրիչի գնահատումն է, եթե ընտրական գործընթացում առկա են եղել օտար կենտրոններից ուղղորդվող ֆինանսական, կազմակերպչական, քարոզչական կամ հոգեբանական ճնշման մեխանիզմներ, ապա դա այլևս սովորական ընտրախախտում չէ։ Դա ազգային անվտանգության ու սահմանադրական կարգի պաշտպանության հարց է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում
երկրներում սահմանադրական դատարանները չեն կարող սահմանափակվել ձևական հաշվարկով, նրանք պարտավոր են գնահատել ընտրության ամբողջական բարեվարկությունը։ Մենք ակնկալում ենք, որ սահմանադրական դատարանը հաշվի կառնի ոչ միայն պետական մարմինների նյութերը, այլև միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, տեղական դիտորդական կազմակերպությունների արձանագրումները, քրեական վարույթների փաստական պատկերը, հրապարակային հաղորդումներն ու ընտրական միջավայրի ամբողջական քաղաքական համատեքստը։ Սահմանադրական դատարանի առաքելությունն է պաշտպանել ոչ միայն ընտրության արդյունքը, այլև ընտրության ազատությունը։ Իսկ եթե ընտրության ազատությունը ստվերվել է փողի, վախի, արտաքին ազդեցության ու կազմակերպված ապօրինի մեխանիզմների միջոցով, ապա դատարանը պարտավոր է տալ հստակ խորքային ու պետության դիմադրողականությունը ամրապնդող որոշում, նշել է Բաբաջանյանը։ Հիշեցնենք, սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջինը անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ անվավեր ճանաչել ու սահմանել մանդատների բաշխման կարգը եւ երրորդ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը թեև կասկածի տակ է դնում ընդդիմության քվեների լեգիտիմությունը, բայց սահմանադրական դատարան դիմելու հարցում հստակ դիրքորոշում չի հայտնում։ Առաջինի տաղավարում այս պահին զրուցելու եմ Հայկ Սուքիասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք ընտրություններից հետո առիթ չենք ունեցել զրուցելու եւ ուրեմն նախ ձեր պատկերը տեղի ունեցած, ուրեմն ձեր գնահատականը տեղի ունեցած ընտրություններին, այն պատկերը, որ ունենք, որքանով էր սպասելի եւ գործընթացները, որոնք ուրեմն հետընտրական փուլում տեղի են ունենում, ինչի կարող են հանգեցնել։ Ես ներկայացրի, թե ինչ է պատրաստվում անել Սամվել Կարապետյանը, նա կոչով հանդես եկավ, դիմեց բոլոր ընդդիմադիրներին, համախմբման ուրեմն կոչ է անում եւ ուրեմն նաեւ հետաքրքիր զարգացումներ են հնարավոր։ Ձեր գնահատական այս ողջ պատկերին համեցեք։ Նախ ցավալի արձանագրում անենք, որ խորհրդանելի մնաց անտագոնիստական, կոնֆլիկտային, թշնամական նաև տրամադրություններով, բայց որը մեծ հաշվով արտացոլում է մեր հասարակության քաղաքական մտածողությունը։ Այդ շարը չգցենք միայն, որ ընտրակաշառքով է եղել։ Այդ նշանակում է այդ մատերիալը, այդ տեսակընտրողը այդպիսին է։ Քվեարկության ընդդիմության քվեարկության 70%-ն է վարչապետն ասում, որ ընտրակաշառքի օրինակ ենթադրենք, որ այդ հատվածը կամ մի հատված կա հակաթուրքականության կոչերով ռուսական։ Եթե հնարավոր է առնել իրենց ձայնը եւ ընտրել օտար պետության, կարող է օրինակ հնարավոր է առնել, ասենք թուրքամետ ուժ գա, օրինակ, կարա թե զբանել լինի, ես ուզում եմ այդ հատվածին հարցնեմ, էլի։ Այդ մարդկանց մենք հավանաբար լավ չենք աշխատում այդ մարդկանց հետ։ Այդ մի հատված կա, ինքը գիտի, ինքը ռուս է։ Եվ դժվար է այդ հատվածին բան բացատրելը, բայց ինչ որ եղել է։ Բայց այդ մտածողությունը կարծես չի փոխվել, օբյեկտիվ իրողություններ կան, իհարկե սուբյեկտիվ գործոնը կա, ընտրակաշառք, SN եւ այլն։ Բայց նկատի ունենք, որ նաեւ այդ մատերիալը կա ընտրակաշառքի համատեքստում։ Բայց նաեւ այն հատվածը, որ օրինակ ես շատ կուզենայի, որ ժողովրդական աշխարհայացքով ուժերն էլ բարձ է, որ դա մեծ ձեռնտու է, պետությանը ձեռնտու է, որ անցնեն, այդ հատվածն էլ եղել է կազմակերպված այնքան, ինչքան որ եղել է։ Ես էլ եմ ասում, շարը չքցեք, որովհետև էսի կար, որովհետև էնի կար, այդ ամեն ինչը ենթադրենք ճիշտ է ընդհանրապես, բայց դա սխալ է մասնավորապես, ձեր կազմակերպվածության մակարդակի ցուցիչն է, այս ինչ որ կա այս խորհրդարանում։ Իսկ այդ մարդը, այդ որ տնից նստել բաներ է կառավարում, տնից նստել է ուժ է ձևավորել, այդ ինքը տանը երևի չգիտեմ հարմար ինչ որ ձև նստել է, երևի սուրճ էլ խմի, եթե խմելու է ցեր ունենա, կարող է գարեջուր լինի կողքը, ու դες կառավարում է, քաղաքական գործընթացներ է կառավարում, բան է անում այդ մարդը։ Այդ ինչ որ խոսում եմ, որ հետընտրական կոալիցիա, ասիկան յանի ինչ,
ասենք հետընտրական կոալիցիան ո՞րն է, գլխայից դուրս մի բան խոսում է, էլի։ Ասենք նստածտեղը բան է հնարում, ինչ է նշանակում հետընտրական կոալիցիա։ Դա պետք է իմաստ ունենա։ Կոալիցիա ո՞ր դեպքում են կազմում։ Եթե դառնում ես մեծամասնություն, բայց դուք փոքրամասնությամբ կոալիցիայի կազմում, որ մնաք փոքրամասնություն, ինչ անեք։ Ես տափակ խոսում եմ իր համար, էլի, այսինքն իմաստ չկա, պարզապես մխտարելու գործընթաց է։ Չեն կարողացել անել են մեծ այլանդակությունը, որը որ ուզեցել են անել, այն է գնալ հեղաշրջման ճանապարհով իշխանություն վերցնելը, որ չեն կարողացել եւ չեն էլ կարողանալու։ Դրա համար հիմա հետընտրական մխտարելու process-ներ է։ Դիմեք սահմանադրական դատարան, եսիմ ինչ անենք։ Եվ այստեղ նայեք հարց կա, ովքեր որ դիմել են սահմանադրական, նույնիսկ առողջ ուժերը։ Ես բաներ կամ լավ չեմ հասկանում։ Եթե իմաստ կա մեջը, որ ես չգիտեմ, թողնեք մի կողմ։ Եթե Իսկ քանի որ ես չգիտեմ, ինչ իմաստ կա մեջը, ես խոսում եմ առողջ ուժերի մասին, ես հարցը դիտարկենք արտաքին դիտարկենք, այն որ սրանք պետք է դիմեն, այս սրանք պարզ է, էլի, որտեղ սրանք նորմալ ուժեր չեն։ Նայեք, վերջը, եթե ֆորմալիզմով գնանք, ամեն ինչ ճիշտ է, եթե գնանք ֆորմալ տարամոլության ճանապարհով, հա, այդ ընտրակաշարք է, օրենք է խախտվել, գնում եք սահմանադրական դատարան։ Դες հիմա նայեք, ԱՄՆ-ն ճանաչել է, Եվրոմիությունը ճանաչել է, եվրոպական երկրները, հիմա Ռուսաստանը չի ճանաչել, ասենք դու էլ չես ճանաչում, դիմում ես ՍԴՎ, ասենք իմաստը, ուզում հասկանալ, էլի, ինչի համար։ Իսկ այս ընտրությունները լեգիտիմ էին, պարոն Սուքիասյան, տեսեք, եթե մենք ասում ենք իշխանության մակարդակով նշվում է, որ ընտրակաշարքը արդյունքների վրա ունեցել է հստակ ազդեցություն։ Հիմա որ չափով է ուրեմն լեգիտիմ, որ չափով լեգիտիմ չի, որովհետև իշխանությունն էլ ասում է դե լեգիտիմ չի խորհրդարանական ընդդիմությունը, բայց մեր ձայները լեգիտիմ են եւ այսպես է հիմնավորում իր սահմանադրական դատարան չդիմելը։ Այդ ընդդիմությունը միայն լեգիտիմ չի, ոչ միայն լեգիտիմ չի, այլև լեգալ չի։ Անօրինական ձայներ են դրանք։ Լեգիտիմությունով մենակ որ չի, անօրինական են այդ ձայները։ Բայց հիմա նայեք, եթե մենք խառնենք այս մազոխիզմի մեջ, հիմա էլ դրեք այս բանը, լեգիտիմ մի ճանաչեք է։ Դու իր շարը իրար վրա գցեք, դու լեգիտիմ ես, ես լեգիտիմ չեմ, դու լեգիտիմ չես, այն մեկը լեգիտիմ չի, այն մեկը ասի սահմանադրական դատարան եմ դիմում, քաշեք այս պետություն նորից ցեխի մեջ։ Մենք դի փակենք այս ընտրությունների թեման։ Եվ իշխանությունն էլ առաջարկում է, մետատրակեղծարարությամբ հաղակարգ չսկսեք զզվացնել այս 5 տարի մարդու ներվերը ուտեք։ Դրանք իրանց գործը, նայեք, պետք է փակեք այս ընտրությունները։ Դրանք այդ ընտրակաշառատուները եւ վերցնողները, դրանք իրենց ծև գործը արել են, արեպրծել են։ Եվ մեր ժողովրդի պետության գլխին աղետ են բերել, մցրել են հակապետական սեգմենտ։ Բայց մենք բանուգործ չունենք, 5 տարի պետք է նստենք սրանց հարցը քննարկենք։ Ձեր փակալում եք, պրծնում եք, վերջ ու այդ 5 տարի այդ հարցը չպետք է դրվի վերցվի։ Լեգիտիմ է, լեգիտիմ չէ։ Այսինքն ինչ անենք մենք, հիմա էլ այս պետությունը քաշենք այս քանի պետություն ճանաչել է հարցը փակի գնակա մենք պետք է հիմա զբաղվենք պետականաշինությամբ, պետական ինստիտուտները պետք է սա բանուգործ չունենք, հիմա էլ ընկնենք այս գործերի մեջ։ Այն մեկը ասում է դիմում եմ բան, դատարան, բան, օրինականությունները բան անեմ, քաղաքասարակությունից ընտրության օրինականությունը վիճարկեմ, սահմանադրական վերաքվեարկություն նշանակեն։ Լսեք, այս իրավաբանների ձեռը գժվել ենք մենք, նայեք։ Էլի ֆորմալիստ տարամոլի իմաստով ճիշտ է, բայց դուք այս պետության համատեքստը պետք է նայեք, այս պետությունը կարա դիմանա այդ երկրորդ գրոհին։ Այս պետական ինստիտուտները այդքան են կարողացել արձագանքել այդ ագրեսիային։ Հիմա եթե դուք նորից իրենց սթրեսի եք ենթարկում, նորից քվեարկություն, այդ որ բաներ կա, ձևական որտեղ դրանք գնացել են հետ այդ ընտրողները Ռուսաստանից, փողերը չեն ծախսելու, դրանք կեղծ թեզեր են։ Էլի են հետ ուղարկելու, էլի են փող ծախսելու, որտեղ դուք պետք է իմանաք դրանց ծախսած փողը ինչ է։ Տեղը պետություն են ստանում, 100 միլիոն դոլարն ինչ է դրանց համար, 5 միլիարդ դոլարն ինչ է դրանց համար, որ չծախսեն։ Տեղը պետություն ժողովուրդ ռեսուրսներ է ստանում։ Պետք լինի էլի կանը, պետք է թարգեք այս թեման։ Թարգենք, այս այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին լսում ես, ճիշտ է բացատրությունը։ Այս իրավաբանները զզվացել են արդեն, այն մեկին լսում ես, այն մեկի ասացի մեջ էլ տրամաբանություն կա, որ կենտրոնականին հակառակ է խոսում։ Հետո այն երրորդ իրավաբանին ես լսում, պարզվում է նրա ասածն է դուզ։ Բայց ասենք ինչ անենք, երևի այս կակեբեշնիկներին պետք է թողենք, այս հայ իրավաբաններով զբաղվենք։ Այս կակեբեշնիկները այս հայ իրավաբանների դեմ երեխա են, երեխա։
Այնքան մուտիլով կանեն մարդնասի չհասկանա ինչ են ասում։ Մի օրենքի վերաբերել 40 հատ մեկնաբանություն կա։ Այս իրավաբաններով վերատվեք, հիմա էլ այս հարցը դրենք 40 տարի քննարկենք։ Երևի այն հռոմեական իրավունքը գրողներին գերեզմանից հանես բերես ասես հայ իրավաբանը ինչ է խոսում, այդ ջոջոգի ինչ է խոսում։ Մենք բաներ կա պետք է նկատի ունենանք, մենք չենք կարող գնալ նորից այս պետական ինստիտուտները ստրեսի ենթարկելու ճանապարհով։ Այդ գրոհը էլի այսքան են դիմացել։ Հարցը փակում են գնում ենք առաջ։ Հետո կհասկանանք, իսկ իշխանությունը այս ընթացքում պետք է ճիշտ աշխատի։ Եթե սրանց ձերբակալելու են, ընդ որում էլի եմ ասում, պետք է հասկանալ ինչ հիմքով են ձերբակալել։ Այս մեր արդարադատությունը այտենց կասկածելի արդարադատություն է։ Փաստաբանը նորից նշում է վաղեմության ուրեմն հիմքում ժակետները լրացած լինելու 2004-ից 2009 թվականի գործ է այս մեկը փաստորեն մարտի 1-ի հետ որևէ աղերս առնչություն չունի։ Ուրեմն պարոն Սուքիասյան, վարչապետը 3 էլ խորհրդարանի ամբիոնից նորից հիշեցրել է, որ ընտրակաշառատու, ինչպես ինքն է ասում, այդ եռագլուխ ուժերը իր ձևակերպումներն են կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, ամբողջ քարոզար շավի ընթացքում էլ նա գրեթե ամեն օր կրկնել է նույն թեզը, կգնա ավելի ռադիկալ քայլերի, ինչպես օրինակ 3 հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, շատ ավելի ուրեմն գործուն քայլեր կտեսնենք, այսինքն ակնկալիքներ, որ այս տարիներին չեն ուրեմն արդարացել սպասումները։ Պիտի գնա։ Եթե չգնաց, հաջորդ անգամ ավելի վատ արդյունք է լինելու։ Եվ այս արդյունքն էլ լավը չի։ Ես ասեմ, թող իրենք իմանան։ Իհարկե մեծ հաշվով նորմալ է, որովհետև վերջը մենք պետականաշինության գործընթացում խնդրեմ չունեցանք։ Անկախական ուժը մնաց, բայց այստեղ խնդիր կա։ Ինձ դուր չի գալի այդ արդյունքը եւ դա հետևանք ունի եւ իշխանությունն էլ հանկարծ այնտեղ բաներ չհնարի թե ես անցած 21 թվի համեմատ այսքան հազար ձեն ավել եմ ստացել այդ բացատրություններով չի այդ ֆորմալ բանը դրել եք մեխանիկական համեմատություն եք անում դա 49% է դա 50% չի բաներկա պետք է նկատի ունենաք այդ ֆորմալիզմով չի կարելի մտածել եւ դա ինչ որ բանի հետևանք է Կարող է հաջորդ անգամ էլ բանը 49 տանես, մս պարտվես։ Քեզ էլ ասեք 800,000 ձայն տա, այն մեկին 900,000 ձայն։ Եվ դու հպարտանաս, որ նախորդ տարվա համեմատ ավելի շատ ձայներ ես տարել։ Սա ինչ բացատրություն է ընդհանրապես։ Ու իշխանությունն էլ պետք է լրջանա։ Իսկ ինչ վերաբերում իշխանության անելիքներին պիտի անի, բայց օրինակ ես արդեն սկսում եմ կասկածել, այդ ինչ բան է, այդ ինչ բան մեղադրանք եք դրա վրա դրել, արա։ Այսինքն դուք դնում եք մեղադրանք, որ հետո ինքը այդ մեղադրանքի տակից դուր։ Մարտի 1-ի գործը թողած եվրոպական դատանի վճիռը կա, գոնե դա դնեն վրեն, եկել են ասում են բան կա, ինչ որ 4 հատ տուն բան է, գողացել ես, պետք է հետ տաս։ Լավ ուզեք կտա, լավ չեք ուզում։ Այդ դրա ունեցվածքը լավ ուզեք կհանի ինքնուրույն կտա։ Դուք այդ մեղադրանքով սրանց դեմ կարաք։ Այսինքն հազարդ քայլական գործ կա վրեքները, այս հայ փաստաբաններով, դատարաններով գնում են գետի տակից մեծ բան են ծլսում, հետո պարզվում է ժամկետած օրենք կա։ Այդ օրենքին ժամկետած անող մի հատ ժամկետած օրենք կա, այդպես հնարավոր չի։ Իշխանությունը պետք է նկատի ունենա, որ իր դիմացինը իրենից չի։ Այս մարդիկ մեզից չեն։ Ոչ մի կապ չունեն ինքնությամբ փչացած քաղաքական մտածողությամբ սեգմենտ են սրանք։ Եվ սրանք օտարպետության շահերը սպասարկող հատված են։ Դու չես կարող իրենց այդ մեղմ լինել եւ շատ ուրիշ բաներ։ Բայց դա ասենք ինչ եղել է մեր կյանքում, շատ չողբանք։ Բայց դի նկատի ունենանք, որ Էլի մենք պետք է նայենք ռազմավարական հեռանկարը։ Հաջորդ եթե իհարկե արտահերթ չի լինելու, օրինակ, կարող է այս խորհրդանը այդքան չձգի, գնան արտահերթի։ Եթե դուք դա կմաքրեք այս ընթացքում, որովհետև ինչ է ստացվում, 4-րդ հանրապետություն ենք եկել, 3-րդ հանրապետության լեշ շկողներիցս էլի եկել է։ Բերելացել են 4-րդ հանրապետություն, սա 4-րդ հանրապետությունն է լինելու։ Սրանցով 4-րդ հանրապետությունն է հնարավոր հիմնադրել։ Դա հնարավոր բան չի, դրա համար բաներ կա պետք է մաքրվի։ Բայց ես էլի եմ ասում, այստեղ ես ասել եմ, էլի եմ ասում, ժողովրդավարական աշխարհայացքով ուժերը մեղավորություն ունեն։ Ոչ մեկը ոչ մի բան չբացատրեք։ Տատուսարև, պապուսարև, կաշառք, ամեն ինչ ճիշտ է, բայց դա կողքի է։ Դուք այդ որ ասում են բան արեք, սրանց արգելեք։ Դուք ես վստահ եմ, որ եթե արգել են օրինակ, դուք մտածում եք, դուք հաղթելու եք, հա? Ասենք արգելեցին, բայց դու անցնելու ես, Ռուսաստանը զապաս, եվրոպական դաշտում կակեբեշնիկ ունի, դրանց է անցկացնելու, և դրանք համարյա մի մասը անցել է, երիտասարդ, բոյով, դրա համար պետք է վերակազմակերպվեք և շարը մենակ իշխանության վրա գցելով չի,
Ուզում ասեմ, սա խնդիրներ են, որոնք մենք աստիճանաբար պետք է լուծենք, բայց էլ եմ ասում, մենք պիտի իշխանությունն էլ գլխավորը պիտի դիտվի պետական ինստիտուտների կայացումը։ Էսա խնդրեմը, որ ինստիտուտները կայացած չեն։ Դա համար հազար ու մի խնդիրներ է առաջանում։ Պարոն Սուքեսյան, ձեր գնահատական Ռուսաստանը այս ընտրություններից իսկապես դժգոհ է, թե ամեն դեպքում եթե այս ուժերը գնան խորհրդարան, իսկ նրանք չեն հայտարարել այդ մանդատները չվերցնելու մասին գոնե այս փուլում, ուրեմն կունենա, այսպես ասած, զգալի ներկայացվածություն խորհրդարանում։ Չգիտեմ, դժգոհ է, գոհ է, բայց մեծ շատ դժգոհ լինելու հիմք չունի։ Ինքը կարողացել է ուղիղ ռուսական ուժ անցկացնել։ Չնայած նրանք էլ են ռուսական, բայց լրիվ ռուսական աշխարհայացքով ուժ է մտել խորհրդարան։ Փոխատեղվել են անունները, մնացել են նույնը, մի քիչ շատ ձայներ են ունեցել։ Բայց իրանց հետ նաև հիմա կաշառքով է ինչով է կարևոր չի։ Այդքան քանի 100,000 մարդ է դրանց դա, այդքան մարդ է սրանց հետ է։ Ու կարող է ուղիղ իմաստով հետները չլինի, բայց այդ պատկերը վերջը կա։ Իսկ Ռուսաստանը ես էլ եմ ասել, դա մեր նման պետություն չի։ Այդ պետությունը միշտ աշխատում է տրանսֆորմացիաներով։ Մեր նման չի, մի բան պլանավորես չլինի, նստենք ժողովրդով ողբանք։ Անընդհատ տրանսֆորմացիայի ենթարկում։ Ես չեղավ հաջող ուրիշ բան է անում։ Սեղ ձախողես մի հատ ուրիշ բան է անում։ Եվ դրանք երկար սպասել գիտեն, որովհետև դրանք պետություններ փրկցնելու ավանդույթ ունեն։ Ռուսաստանը պետություններ փրկցնելու մասնագետ է։ Մեր հարցում ընդհանրապես ակադեմիկոս է մեր հարցում։ Մեզ էլ լավ գիտի մեր ժողովրդի մի հատվածը։ Իրենք կսպասեն 31 թվին։ Եթե իհարկե մենք արտահերթի չենք գնալու, մաքրված այս ուժերից։ 31 թվին շատ եթե մենք շարունակենք այս ձևով սրանց դեմ պայքարել, ապա իրենք միգուցե հնարավորություն ունենան։ Եվ եթե նաև այլ քաղաքական ուժեր ճիշտ չկազմակերպեն, որպես անկախական աջակից ուժեր, բայց վրեդ գրելով չի, մենակ որ ես անկախություն բան, դու պետք է պոտենցիալ հավաքես։ Եվ այդ ուժերը իրենք պետք է նստեն մտածեն, շարը ուրիշի վրա քծելով չի, մենակ։ Դու պետք է ընդունես, որ դու սխալ ունես։ Դու սխալ ես արել, որ այս արդյունքը եղել է։ Ընդունեք, որ փոխվեք։ Դուք չեք ընդունում դա։ Անընդհատ ձեր թուլությունը քծում եք, նաղդում եք ուրիշի վրա, այդպես չի լինի։ Հնարավոր չի այդպես բան։ Ինչի են ուրիշները կազմակերպվում այդպես, մենակ կակեբեն չի։ Այսինքն այստեղ հարցեր կա, որ չգիտեմ, թող գնա հատուցությունները կհասկանանք։ Շատ հարցեր պետք է փոխվի։ Տնտեսությունը պետք է փոխվի։ Նայեք, մենք այն որ ասում են տնտեսությունը պետք է մրցունակ լինի, ճիշտ է, որովհետև մրցունակ տնտեսությունը ազգային անվտանգության բաղադրիչ է։ Այս որ ասում են բանը լոլիկը չի, չէ, առնելու է, ինձ պետք չէ լոլիկը։ Պետության համար պետք է մրցունակ տնտեսություն, ոչ մրցունակ տնտեսությունը ազգային անվտանգության խնդրեմ է առաջացնում։ Մենք ազգային անվտանգությունը տարբեր բաղադրիչներ ունենք, մենակ բանակը չի։ Էլ եմ ասում, գետնատարած մրցելուն ոչ ունակ տնտեսությունը ազգային անվտանգության սպառնալիք է։ Այդ մեր Ռուսաստանը մեզ բզել է, նոր այդպես կանոնաստեղծել որոշել ենք նոր մեր ապրանքները փոխենք, չէ։ Պետությունը պետք է ստիպի, բիզնեսը պետք է փոխվի, մրցունակ պետք է լինենք, աշխարհի պետք է կարողանանք մրցել։ Այսպես հարցերով մենք պետք է սկսենք զբաղվել, մենք պետք է պետականաշինությամբ զբաղվել։ Բանուգործ չունենք, ես դնենք սրանց մի ընտրակաշարք էս բաժի 5 տարի նստենք սրանց գործը քննենք։ Բանուգործ չկա։ Փակեք այս թեման եւ այտենց բանով եւ ուրիշ երկ պետք է որոնենք։ Հնարավոր է այդքան, եթե 70%-ը օրինակ իշխանության ասածով ձայնը բան է, կաշառքով է եղել, դուք 70 բան է, դա ինչքան է անում, ասենք 300,000 մարդ, դուք կարաք 300,000 մարդ տանեք նստեք բանտերը։ Կարաք։ Ժողովրդի 10% է, կարաք տանեք նստեք բանտերը, հետո դուք դրանց կարաք պահեք։ Դրանց մենակ օրական սնունդի վրա այս պետության բյուջեն կծախսեք կգնա։ Ուրիշ ելքա պետք որոնել, մենակ այդ ընտրակաշառքով չի, ելքա պետք որոնել։ Ուրեմն գլխավորների հարցը պետք է լուծվի։ Մենակ ընտրակաշառք վերցնողին չի տանես նստես բանտ։ Հազար հարցեր կա, որ մենք դրանցով պետք է զբաղվենք։ Պարոն Սուքեսյան, նույն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տեսեք, այդպես էլ շնորհավորեց ու տեսակետ կա, որ կարող է այդպես էլ շնորհավորի։ Ինչ է սպասվում այդ հարաբերություններին, այդ դուք մեր ապրանքների ստանդարտացման հետ կապված հարցը բարձրացրիք, այսօր վարչապետն էլ
կառավարության նիստին նույն հարցերն էր արծարծում, բարձրացնում ենք, տեսանք թե ինչպես շատ արագ այլընտրանքներ գտնվեցին մեր բանջարեղենի, վարդերի եւ այլնի հետ կապված եւ հիմա ուրեմն կարծեք թե այդ շուկաները ուրեմն Եվրամիության նաեւ ջանքերով կոնկրետ ուրեմն հնարավորություն է մեր տնտեսվարողը ստանում եւ Եվրամիությունն էլ իր կողմից ուրեմն Ռուսաստանի այս տնտեսական գրոհները մեղմելու քաղաքականություն է վարում եւ տեսել եք թե այս երկու օրերին ուրեմն ինչքան լուսաբանվեց թե ինչքան ծրագրեր հնարավոր է կյանքի կոչվեն ուրեմն Եվրամիության աջակցությունը կա այստեղ ու փաստորեն մեր ապրանքները պարզվում է որ գոնե այն մասով որ Ռուսաստանի չափորոշիչներին չեն համապատասխանում եվրոպական կամ այլընտրանքային այլ դիվերսիֆիկացված շուկաներում լավ էլ համապատասխանում են Ես կարծում եմ Եվրոպան համապատասխանեցել է, մի քիչ էլ աշկ են փակել։ Բանիկա պետք է նկատի ունենանք։ Այդ որ Ռուսաստանը հա պարզ է իր թարախությունը անում է, այդ շարունակում է դեռևս իր տերորը մեր պետության դեմ, տնտեսական նաև, այդ հա Բայց որ կարող է նայեք չհամապատասխանի կարող է էտել կա նայեք այտենց մենակ բաներով չանենք մենք մենակ հա ճիշտ է այնի կա բայց մենք կարող է իրականում չել համապատասխանում մենք պետք է նստենք մենք անկեղծ քննենք մենք ինքներս մեր այդ պետք է անկեղծ լինենք մեր խնդիրները ճիշտ դիագնոզ անենք ոչ թե շարը գցեք ապրանքս չես ստանում հա ճիշտ է ենթադրենք Այդ գիտենք դա, բայց կարող է քո ապրանքը իրականում այդ որակն էլ չունի։ Իսկ Եվրամիությունը ես կարծում եմ ինչ-որ հարցերում աշկի փակ։ Բայց դա էլի կլինի իրեք ինչու, երբ որ մենք որպես պետություն արտաքին աշխարհի հետ հանդես են գալիս իրական ինքնիշխան տեսքով, այդ պետությունները դա մոդելավորում են եւ գնահատում են։ Եթե մենք, երբ որ մենք արդեն արել ենք Եվ շարունակենք վերաիմաստավորել մեր արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, որտեղ մեր արտաքին քաղաքականությունը ինչ է եղել։ Ուրի ոչ մի բան, մի հատ բան են հնարել, Թուրքի վախը հանետվել են հայության ձեռը, ասել են ռուսին քաշի կողը պահի, թաքնվի հետևը Թուրքին հայոյի։ Մենք այդ ենք արել։ Հայոյելուց էլ Ռուսաստանը ասել է, ոնց որ մի քիչ եք հայոյում, ուժեղ հայոյեք, որ գործարքի գնա։ Մեզ եղել է մեր արտաքին քաղաքական, ուրիշ բան չի եղել մեր արտաքին քաղաքականության մեջ։ Թաքնվել ենք Ռուսիայի հետևը Թուրքին հայոյել ենք, ուրիշ բան չենք արել։ Եվ հրահարել ենք մեր վրա, հետո սա գործարքի է գնացել, կառավարվել ենք։ Հիմա երբ որ մենք սա փոխում ենք, մենք ինքնիշխան պետություն ենք հանդես գալիս։ Մենք վարում ենք իսկապես ուժերի հաշվեկշռի քաղաքականություն։ Ապա ակնհայտ է, որ մեր աշխարհագրական դիրքը, մեր պետության պոտենցիալը, մեր ժողովուրդը միջազգային հարաբերությունների մեջ կարևորվում է եւ գալիս են այլ դերակատարներ եւս, էլ եմ ասում։ Կլինեք ինքնիշխան միշտ գործընկեր կգտնեք։ Եվ այստեղ մենք ունենք աշխարհի մասշտաբով ստրատեգիական ծրագրեր։ Մենք այստեղ թրիփ ունենք, թրիփ որը ստրատեգիա համաշխարհային նշանակություն ունեցող ծրագիր է։ Եվ եթե մենք Ռուսաստանը մեզ մի քիչ էլ նեղի եմ ասում, դուք կտեսնեք ինչքան է աշխարհի դռները բացվելու։ Պարզապես դե մենք ինչ ենք։ Մենք այդ աշխարհին չենք տեսել։ Հայությունը չի տեսել այդ աշխարհին։ Ես 30 չէ ինչքան է, ինչ հեղափոխական անցել է, փակել է պետությունը։ Ինչը ուզում է վախեցնի, ինքը Ուկրաինայից սարսափած փախնում է, թող ինքը Ուկրաինայից է վախենում, մեզ էլ ստիպում է իրենից վախենալ։ Այդ խնդիրը մենք չունենք։ Մենք գազի խնդրեմ այս բանը Ռուսաստանը մեզ համար առաջացնել չի կարող։ Առաջացնել մենք այլընտրանքներ կգտնենք։ Առանց այլընտրանքի չկա աշխարհը, առանց այլընտրանքի աշխարհ չկա։ Միշտ կա այլընտրանք, միշտ կա։ Հեսա Իրանի հետ այս հարաբերությունները, որ կարգավորվեցին, դուք կտեսնեք ինչքան շատ ավելի մեծ հնարավորություններ է առաջանալու։ Դա որ հանկարծ Իրանին տեխնոլոգիաներ տան։ Այդ Իրանը հսկայական ռեսուրսերով պետություն է, պարզապես տեխնոլոգիա չունի, որ մշակի այդ։ Կարող է նավթ չունի, ունի, կարող է գազ չունի, ունի, պարզապես տեխնոլոգիա չունի, որ մշակի։ Բա որ հանկարծ այդ տեխնոլոգիաները տվեցին։ Դուք կտեսեք ինչքան է փոխվելու Հայաստանի նշանակությունը։ Ուզում ասել այդ խնդիրը մենք չունենք, Ռուսաստանը թող մեզ չվախեցնի, թող ինքը վախենա։ Ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի համար հսկայական շուկա ենք։ Մենք հսկայական գազ սպառող պետություն ենք եւ դա Ռուսաստանի համար հսկայական գումարներ, ինքը դա չի անելու։ Եթե անի էլ, եթե այդքան խելք չունի, թող անի, օրինակ։ Բայց կարծում եմ ունեն այդքան խելք, եւ դա չեն անի։ Պարզապես գործիք է, մեր ժողովրդին է վախեցնում, տագնապի մեջ են։ Ես մեր ժողովրդին առաջարկում եմ հասկանալ հետեւյալը։ Ռուսաստանը մեզ գազով սպառնալ չի կարող։ Ինչքան սպառնած, այնքան ավելի լավ ձեզ համար։ Դուք այլընտրանքներ կորոնեք եւ ինքը ռադը կքաշի։ Ուզում եմ այդ խնդիրը չկա, պարզապես դա պրոցես է։ Ինքը
Նայեք, իրականում մեր խնդիրը արտաքին վտանգը չի։ Որտեղ մեր արտաքին վտանգը կառավարվում է եւ մենք ունենք աջակցություն արտաքին աշխարհից այդ արտաքին վտանգը կասեցնելու։ Մեր խնդրը ներսն է։ Այստեղ է հեղաշրջման վտանգ օջախները առաջանում։ Այսինքն արտաքին սպառնալիք մենք չունենք, մեր սպառնալիքը ներսում է։ Հիմա մենք մեր ներսի սպառնալիքը չեզոքացնելու ենք, թե չէ։ Եվ շարը գցելով չի, միշտ կճարի Ռուսաստանը մեկի լեշը կնաղդի ձեր վրա։ Մենք ինքներս մեր ներսի սպառնալիքը չեզոքացնելու ենք, թե չէ։ Սա մեզից է կախված։ Թե չէ իրականում մենք արտաքին սպառնալիք չունենք։ Եթե ամփոփենք, պարոն Սուքիասյան, դուք եք նշում, հա, այդ հեղաշրջման փոքրիկ օջախների մասին, սկզբում էլ անդրադարձակ Սամվել Կարապետյանին, որը տանը նստած կամ այդպես հանդիպումներ է ունենում, խմբագիրներ, լրագրողներ եւ այլն, եւ այսօրվա նրա նախաձեռնությունը համախմբման, ինչպիսի արձագանք ձեր կարծիքով կգտնի նույն այդ ուրեմն ուժերի կողմից, նկատի ունեմ Բարգավաճին եւ Հայաստան Դաշինքին, եթե իսկապես բոլորը որոշեն համախմբվել, հնարավոր է ուրեմն հետընտրական լարվածություն ցնցում։ Ի վերջո շատերը ասում են այ վրանները շուտով կհայտնվեն, բայց վրաններն չհայտնվեցին, հետընտրական այդպիսի ցնցումներ չեղան, բայց հիմա որոշակի զարգացումներ կան։ Սա ինչի կհանգեցնի։ Եթե նույնիսկ լինի էլ դրանք մասշտաբային չեն լինելու եւ դրանց վնասը պետության չի լինի, կլինի պարզապես էլի շարունակել մխտարել, այսինքն խորհրդանում ունեն ներկայացուցիչներ, փողոցում էլ ունենան։ Շարունակեն խորհրդանում մխտարեն սրանք փողոցում։ Դրանպես այդ մարդու առաջարկը աբսուրդ է։ Այսինքն ես չեմ հասկանում, այդ որից է հնարել այդ բառը։ Ինչ է նշանակում հետընտրական կոալիցիա։ Արա կոալիցիան, մի հատ գնում է այդ մարդը, մի հատ մեկը թող հուշի։ Նստում եմ այդ բառարանը կար, բացում, հա, օրինակ ասենք, քաղաքագիտական բառարան։ Կարծում եմ ինչ է նշանակում կոալիցիա։ Նոր հետո ասում է, ալիմատնակ իր ասածը կոալիցիայի իմաստի հետ բռնում է, թե չէ։ Կոալիցիա կազմում են մեծամասնություն ստանալու համար։ Դուք փոքրամասնությունով կոալիցիա կազմում, որ մենակ փոքրամասնություն, բայց իրականում իրանք բոլորը իրար հետ են եղել։ Ֆորմալ իմաստով կարող է այդպես չի եղել, որովհետև առանձին ուժերով են մասնակցել, բայց դրանք բոլորը հավաքականորեն նույն գործն են արել իրար հետ են եւ իրենց միտեղից կառավարել են, պարզապես դերեր են տվել, դու ես դերը արա, դու են, բայց բոլորը միասնական են։ Բայց դրանից հետո հետընտրական լուժբաներ չէ, այս ընտրությունների արդյունքի վրա իրենք հետընտրական process անել չեն կարող։ Իրենք կարող են անել հետընտրական այլանդակություններ, եթե դրանց լիդերների նկատմամբ պետությունը իր իրավական մեխանիզմները աշխատեցնի, այդ ժամանակ միգուցե սկսեն ինչ-որ բաները, բայց եթե պետությունը պինդ լինի, ապա դա էլ է հնարավոր չեզոքացնել։ Իսկ եթե օրինակ հնարավոր կլինի ինչ-որ մի օր, որ իշխանությունը շարունակի հանկարծ հեքիաթներ չպատմել, իրականում այդ գործը անի, այդ հավիշը, այդ ընդհանրապես այդ բառերից ես ներվայնանում եմ, չագուչը, չթավիշը, այդ ինչ բառեր է։ Կա պետությունը ինստիտուտներ ունի, եւ այդ ինստիտուտները ոչ թավիշով են գործում, ոչ տապորով են գործում, ոչ գործում են իրենց վերաբավված իրավազորության շրջանակներում։ Հիմա այդ շրջանակներում պետք է գործեք։ Եթե գործեն, մենք կարող ենք նույնիսկ գնալ ինչ որ պահի, օրինակ, չգիտեմ, ժամանակ հետո օրինակ որոշեն գնել արտահերթի եւ հիմնադրել իրականում նորմալ խորհրդարան, նորմալ 4-րդ հանրապետություն, այս 3-րդ հանրապետությունի լեշը մեր հետ քայլում է։ Բայց ուզեմ ասեմ, մեծ հաշվով իրենք մեծ խնդիրներ առաջացնել չեն կարող, որովհետեւ իրենք այս պահին որ չեն խոսում, իրենք ըստ էության իրենց մեջ արդյունքները ընդունել են, բայց քանի որ հավանաբար հենց Ռուսաստանից վերլուծականը չի եկել, ինչ պետք է անեն, այս պահին լուր են, բայց ես ելի եմ պնդում, որ մեծ խնդիրներ իրենք առաջացնել չեն կարող։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայկ Սուքիասյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը երեկ ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ կրկնել է խոստումը. «Գալու եմ քրյա օլիգարխիան ջարդուփշուր անելու, համաձայն չեք, հեղափոխություն արեք»։ Ընտրությունները հետևյալի մասին են, մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չի։ Մենք դժվարություն ունենք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը տասնյակ հեղափոխությունից հետո
8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից դպրոցներից հոսանք գողանալ, ինչպես է դա հնարավոր եղել։ Այս սրա մասին է, այս ընտրությունը սրա մասին էր։ Եվ ընտրությունը նրա մասին էր, որովհետև եւ դրա պատճառը էլի եմ ասում, երեք մի կտոր ասցի ինչն էր եղել դրա պատճառը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգուշ եւ կաշկանդված ենք եղել։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, այս ընտրությունը եւ ընտրություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջաբերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետքա բացառվի։ Որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչի Ռոբերտ Քոչարյանի եւ իր շրջապատի հարսը, փեսեն, աներձակը բոլորը դատավորներ են Հայաստանի Հանրապետությունում միջև հիմա։ Դժվարություն ենք ունեցել, որովհետև անընդհատ իսկ ինչ են, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար։ Որովհետև մենք մտածել ենք, որ այնուամենայնիվ համակարգեր կան, որոնք եւ մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Չկա ուրիշ տարբերակ։ Ես դրա համար եմ ասում, սա պարզ ընտրություն չի։ Սա հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափ հաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Վարչապետի խոսքով Հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հին ցուցակները հանել ու ընտրակաշարք են բաժանել։ Եռագլուխ կուսակցությունները 70% ստացած իրենց ձայներով ստացել են հենց այդ նույն ձայները։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայն եք, զբաղվեք ձեր գործերով, մենք այդ ամեն ինչը կանենք։ Եթե համաձայն չեք, դուս եկեք փողոց եւ արեք հեղափոխություն։ Վերահաստատում եմ, երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է։ Ընդ որում այս հանձնառությունը վարչապետի կարգավիճակի հետ կապ չունի։ Սա հեղափոխականի հանձնառություն է։ Եվ այդ հանձնառությունը ինձ երբեք չի լքել այսօր վերահաստատվել է այն տրամաբանությամբ, որ բոլոր ժամանակներ սպառվել են, բոլոր ժամանակները։ Եկել է պատասխան տալու ժամանակը։ Եվ հատ բոլորը պետք է տան։ Ես 2018 թվին, երբ որ վարչապետ եմ եղել, ընտրվել, ասել եմ բոլորը պետք է շանս ունենան։ Հիմա ով որ օգտագործել է այդ շանսը, փառք ու պատիվ իրար։ Ով որ չի օգտագործել այդ շանսը, հատուցման ժամը եկել է։ Այսօր է հիմա է հատուցման ժամը։ Անկախ մասնագիտությունից, անկախ պաշտոնից, անկախ կարգա, հատուցման ժամը հիմա է։ Եվ ժողովուրդը քվեարկել է այդ հատուցման ժամի օգտին, 720,000 մարդ քվեարկել է այդ հատուցման ժամի օգտին։ Հետընտրական կրքերը շարունակում են թեժ մնալ, ընտրությունների արդյունքների հետ հաս չէ նաև անկախ դիտորդը վերջինս հայտարարություն է տարածել, նշելով, որ 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ապօրինի է թիվ 10/51, թիվ 35/65 եւ թիվ 12/13 տեղամասում, որտեղ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը, վստահ է անկախ դիտորդ դաշինքը։ Նույն դիրքորոշումներ հայտնել նաև Բարգավաճ Հայաստանի բողոքը քննող վարչական դատարանը, ընդգծում է անկախ դիտորդը ընտրությունների նախնական գնահատականում կատարած լրացման մեջ։ Առաջին 2 տեղամասում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20:00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20:00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում էր Հայաստանի ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։
Շնորհիվ 12-13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18:00-ի տվյալ տեղամասում բացակայել էին ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության քվեաթերթիկները, նշում է անկախ դիտորդը, ընդգծելով, որ նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները բավարար չէին լինելու ընտրական օրենսգրքով սահմանված արգելապատնեշի հաղթահարման համար։ Անկախ դիտորդ Դաշիկը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակել է ապօրինի եւ խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը եւ պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Արևմուտքը թիրախային երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխության նպատակով լայնորեն կիրառում է տեղեկատվական մանիպուլյացիաներ, կեղծիքներ ու հասարակական կարծիքի վրա ազդեցության մեխանիզմներ։ Նրա խոսքով նման մեթոդներ կիրառվել են Հայաստանում 18 թվականին, ինչպես նաև այլ երկրներում, ներառյալ Վրաստանը, Սերբիան եւ Հունգարիան։ Շոյգուն Իզվեստիայում հրապարակած իր հոդվածում նշել է, որ գունավոր հեղափոխությունների կազմակերպման ընթացքում ստեղծվում են զանգվածների մոբիլիզացման ու կառավարման արդյունավետ հաղորդակցական համակարգեր, դրանց միջոցով ըստ նրա արտաքին ուժերին ենթակա լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը տարածում են կեղծ տեղեկություններ իշխանությունների վարկաբեկելու, կոռուպցիայի մեղադրանքներ առաջ քաշելու ու հասարակության մեջ դժգոհություն ու անարդարության զգացում ձևավորելու նպատակով։ Նրա գնահատմամբ նման գործելակերպը կիրառվել է Հայաստանում 18 թվականի բողոքի շարժման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար, ինչպես նաև Վրաստանում 24 թվականի ընտրություններից հետո եւ Հունգարիայում 26 թվականի ընտրարշավի ընթացքում։ Միաժամանակ Շոյգուն ընդգծել է, որ գունավոր հեղափոխությունների հաջողությանը նպաստում են նաև տվյալ երկրների ներքին խնդիրները։ Նրա խոսքով սոցիալ-տնտեսական դժվարությունները, կենսամակարդակի անկումը, կոռուպցիան, պետական կառույցների անարդյունավետությունը, քաղաքական համակարգի փակ լինելն ու հասարակության դժգոհության աճը ստեղծում են բարենպաստ պայմաններ արտաքին ազդեցությունների համար։ Որպես օրինակ նա հիշատակել է Մարոկոյում եւ Պերուում տեղի ունեցած հակակառավարական բողոքները, որոնք առաջացրել են հասարակական հնչեղություն ստացած դեպքերից հետո։ Շոյգուն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ոչ կառավարական կազմակերպությունների դերին, պնդելով, որ արևմտյան հիմնադրամները, վերլուծական կենտրոնները, կամավորական շարժումներն ու այլ կառույցներ հաճախ ներգրավված են նման գործընթացներում։ Նրա խոսքով դրանք կապված են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պետական կառույցների հետ եւ զբաղվում են քաղաքական իրավիճակի մոնիտորինգով, ընդդիմադիր խմբերի աջակցությամբ, տեղեկատվական արշավների կազմակերպմամբ ու բողոքի շարժումների համակարգմամբ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ յուրաքանչյուր գունավոր հեղափոխության համար մշակվում են հատուկ խորհրդանիշներ, կարգախոսներ ու տեսողական քարոզչական նյութեր, որոնք նպաստում են զանգվածների համախմբմանը։ Նա որպես օրինակ նշել է Հայաստանի Թավշյա հեղափոխությունը եւ Սերբիայում կիրառված բողոքի խորհրդանիշները։ Ամփոփելով Շոյգուն հայտարարել է, որ գունավոր հեղափոխությունների հիմնական կազմակերպիչները արտաքին ուժերն են, սակայն դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև տվյալ երկրների ներքին քաղաքական, սոցիալական ու տնտեսական խնդիրներով։ Եվ այս պահին կապ ենք հաստատել ազգային ժողով, զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, մենք տեսնում ենք վարչապետը 3 խորհրդարանում բավականին ուրեմն կոշտ հայտարարություններ կարծեք վերահաստատեց իր նախընտրական քարոզարշավի ժամանակ արած մի շարք հայտարարություններ կապված, ինչպես ինքն է ասում, այդ եռագլուխ ուժերի ուրեմն ներկայացուցիչների ընտրակաշառքի հետ կապված դեպքերին եւ այլն, եւ ուրեմն իշխանությունը գնում է ավելի այսպես ռադիկալ գործողությունների։ Գիտենք նաեւ, որ օրերս դուք եւ Ֆարուսյակ Մանավազյանը օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել, այս դեպքում էլ դուք փաստորեն առաջարկում եք քվեարկության մասնակցեն բացառապես այն քաղաքացիները, որոնք ուրեմն վերջին 1 տարվա ընթացքում գոնե 6 ամիս ապրել են Հայաստանի Հանրապետությունում, նաև կուզեմ անդրադառնաք այս օրենսդրական նախաձեռնությանը, համեցեք։
Շնորհակալ եմ շատ հարցի համար, բնականաբար վերջին ընտրությունները մեզ մտորելու տեղիք տվեցի, որովհետև ինչպես բոլորս տեսանք, թե ընտրակաշառքի հիմքով լայնամասշտաբ այն ընտրակաշառքների բաժանման հիմքով ունենք բավականին մեծ թվով քրեական վարույթներ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արդեն հարուցված, ինչպես նաև շատ էին մտահոգությունները հենց քաղաքացիների պահանջներ, որպեսզի ցենզ դրվի հատուկ ընտրությանը մասնակցող քաղաքացիների վրա, որովհետև հանրաքվեների եւ համապետական ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի ճիշտ կլինի, որ կրի նաեւ պատասխանատվություն եւ պատրաստակամություն հետևանքների համար, որովհետեւ մենք այս ընթացքում ականատես եղանք նաեւ այնպիսի դեպքերի եւ դրսից եկած մեր հայրենակիցները նույնիսկ մեկ օրով էին գալիս Հայաստան եւ հայտարարում են, որ հետագայում իրեն գնում են, որովհետեւ իրենք չեն մտածում հետևանքների մասին, կարևորը կատարեն իրենց ընտրությունը եւ վերադառնան այնտեղ, որտեղ որ իրենց իրականում կենսական շահը ապահոված է, իսկ այստեղ ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է իր կենսական շահը եւ հիմք ընդունելով նաեւ Սահմանադրական դատարանի քաղաքացիության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, որոշվեց հանդես գալ, որոշեցինք մի խումբ падգամավորներով, այդ թվում մեր նախաձեռնությանը միացան Արուսյակ Ջուլակյանը եւ Հասմիկ Հակոբյանը, հանդես գանք նախագծով եւ սահմանենք Հայաստանի Հանրապետությունում մշտական ապրող քաղաքացիների համար ցենզ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել թե հանրաքվեներին եւ թե համապետական ընտրություններին, որի համար նաեւ կգրեն պատասխանատվություն եւ պատրաստակամություն կունենան հետևանքների համար։ Սա է հիմնական նպատակը եւ սա եղել է հանրային պահանջ, որը որ մենք իրականացրել ենք եւ մենք ասել ենք, որ մենք գնալու ենք նաեւ տարբեր օրենսդրական փոփոխությունների, որպեսզի հետագայում նման արատավոր երևույթները բացառենք, այդ թվում նաև ընտրակաշառքներ տալու, վերցնելու, միջնորդելու վերաբերյալ ունենք այս պահին արդեն շրջանառված նախագիծ, ես այդտեղ եւս հանդիսանում եմ համահեղինակ, բայց հիմնական զեկուցողը Վահագն Ալեքսանյանը, այնպես որ եթե համարենք, որ սա կտրուկ քայլեր են, գուցե եւ այդպես, բայց պետք է պահպանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը եւ պետության շահը այս դեպքում։ Տիկին Ղազարյան, այնուամենայնիվ ուրեմն այս օրենսդրական նախաձեռնությունները կունենան ազդեցություն թե ոչ, որովհետև վարչապետը նաև ընտրակաշառքի մասով էր շատ խիստ ասում, որ մինչև 31 թվական ուրեմն պատասխանատվության կշարունակեն ենթարկվել այս անձինք եւ այլն, ովքեր եւ կաշառք տվողը եւ վերցնողը խիստ պատիժ կկրեն եւ այլն։ Ուրեմն չէր կարելի այս ամենի մասին շատ ավելի վաղ մտածելու անել, քանի որ նույն ձեր նախաձեռնությունը էլ կարծեք թե արդեն ամիսներ առաջ պարզ էր, որ ինչ քայլեր են ձեռնարկում, մենք հիշում ենք ուրեմն արտաքին հետախուզության զեկույցը, որտեղ շատ հստակ նշվում էր, այսինքն դուք կարող եք, չէ, հունվարից հետո այս ամենը նախաձեռնել եւ շատ ավելի պատրաստված լինել այս ընտրություններին, քան հետընտրական այս ուրեմն փուլում գնալ այսպիսի փոփոխությունների, չէիք պատկերացնում ծավալները, Տիկին Ղազարյան։ Գիտեք, շատ ուրախ եմ իրականում, որ նախապես չեն կարել այս գործընթացը եւ այսպես ասած ընտրություններից հետո անմիջապես նախաձեռնեցինք։ Բնականաբար կային նաեւ արտաքին հետախուզության ծառայության տվյալները, բայց ինչ էինք մենք ասում, մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության են քաղաքացիները, ովքեր կվերադառնան եւ գուցե մի շաբաթ մնան կամ 3 օր մնան իրենց բնակավայրում, կտեսնեն այն ահռելի փոփոխությունները, որ տեղ է գտել այս ժամանակահատվածում եւ կգնան մտածված ընտրությունների եւ մենք չսխալվեցինք ինչ որ առումով եւ մենք գոհ ենք այն արդյունքներից, որ ունենք, որովհետեւ հաշվի առնելով այն մասսայական ընտրակաշառքների դեպքերը եւ այս մանիպուլատիվ լուրերը եւ այլն, իդեպ այն քաղաքացիները, ովքեր մշտական չեն ապրում Հայաստանի Հանրապետությունում, ավելի թիրախային են մանիպուլյացիաների ենթարկվում եւ հետեւաբար այս ամեն ինչը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրականում ջախջախեց բոլոր այդ մտադրություն ունեցողներին եւ այսօր տեսակ ովքեր ավելի շատ որ քաղաքական ուժը ավելի շատ ձայն ստացավ եւ ստացանք առանց որևէ հետագայում դա կդառնա խոսակցության թեմա թե ժամանակին, որովհետեւ իրենց համակարգը կփլուզվեր իրենց մտածված, եթե ես վստահ եմ, որ ժամանակին ինչ որ օրենսդրական բաներով հարմարեցրեցին իրենց եւ այլն, գուցե նաեւ այդպիսի խոսքեր լիներ ու շատ լավ է որ հիմա ենք մենք այդ ցենզը սահմանում հետագայում խուսափելով նման անախորժ դեպքերից։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ, ես պետք է ասեմ, որ արդեն կա հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը արդարադատության նախարարությանը, որովհետեւ
էլ նոր օրենսդրական նախաձեռնություններ մշակեն, որպեսզի կարողանան հիմնավոր այսպիսի կազմակերպված ընտրակաշարքների տալու, վերցնելու, միջնորդելու եւ այլնի վերաբերյալ որոշ օրենքներ լինեն, որպեսզի հեշտ լինի հետագայում կանխարգելելը։ Այնուամենայնիվ ես կարծում եմ ժամանակի առումով գուցե մտածենք թե ուշացած ենք, բայց իրականում իմ մտադրությունը այն է, որ լավ է, որ սկզբից չարեցինք, իրականում ընտրության արդյունքները արտացոլեցին այնինչ կարծում էինք եւ այստեղ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ եւ տեսեք արդեն 11 օր է անցել ընտրություններից եւ որևէ սուր խնդիր չի առաջացել, թեպետ ընդդիմության գործն է պետք է անպայման ասի, որ ընտրակեղծարարություն է եղել, բայց ինչպես երեք վարչապետն էլ նշեց, որևէ մեկը դրա վստահությունը չունի, թե եթե ունենային հիմա փողոցում կլինեին կամ կպայքարեին այդ ընտրակեղծարարության դեմ, վստահաբար ասում եմ, որ եթե եղել է ընտրակեղծարարություն, ապա եղել է այդ 3 կուսակցությունների կամ դաշինքի եռագլուխ կուսակցության կողմից, որոնք որ արդեն ֆիքսված են եւ արդեն հաստատված փաստեր են։ Տեսեք, Տիկին Ղազարյան, քանի որ հետընտրական զարգացումներից եք խոսում, ես այստեղ ուզում եմ անպայման անդրադառնանք նաև Սամվել Կարապետյանի ուրեմն արված հայտարարության, այսօր իհարկե ավելի մանրամասն նա ըստ էության հանդես կգա հայտարարությամբ, ասուլիս էր տվել ուրեմն խմբագիրներին, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը փաստորեն ընդդիմադիր ուրեմն ուժերի համախմբման process սկսելու մասին է խոսում եւ ուրեմն ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ինչպես է գնահատում, ուրեմն ինչպեսի զարմացած եմ ես։ Ուրեմն Ես բացառապես զարմացած չեմ։ Բացարձակապես ոչ սարսափած եմ, ոչ էլ զարմացած եմ, այնպես որ այդ ուժերը իրար հետ միասին են գործել, համախմբված, այնպես որ նոր չէ, որ իրենք կոալիցիա են կազմում եւ նոր չէ, որ նման հայտարարությամբ կարող էին հանդես գալ։ Սպասելի էր, որ հետագայում իրանք ասեն, որ միացել են, բայց ակնհայտ էր, չէ, որ իրար հետ են գործում եւ բոլոր փաստերն էլ այդ մասին էին խոսում, այնպես որ ոչ զարմացել ենք, ոչ էլ առանձնապես վախեցած կամ խորշում ենք իրենց միասնությունից, ընդհակառակը իրենք շատ վատ վիճակում են հայտնվել, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե նրանք ինչպես են մանդատներ ձեռք բերել եւ դա շատ ամոթ է, որովհետև նրանց միակ քաղաքական կապիտալը, որ ունեն, դա փողն է եւ ոչինչ ավելին եւ այդ երեսով գալ խորհրդարան ու նստել ու ես իրենց չէի նախանձի ամեն դեպքում։ Տիկին Ղազարյան, այնուամենայնիվ, եթե սկսեն օրինակ հետընտրական, այսպես ակցիաներ, գիտեք, ընդդիմությունը պարբերաբար հետընտրական process-ներում ակտիվանում է։ Այս դեպքում էլ ուրեմն խնդիր չեք տեսնում փողոցային պայքար, համախմբում, որովհետև տեսակետ կա, որ նրանց նպատակը հեղաշրջում գուցե իրականացնելն է եւ այս առումով իշխանությունը պետք է զգոն լինի։ Գիտեք, ընտրակաշարքով ընտրություն գնացած քաղաքացին, ինչեր որ ցավոք եմ նշում, գուցե եւ քաղաքացին շատ խորը չի գիտակցել իր ձայնի կարեւորությունը եւ մտածել է իր ձայնով գուցե բան չի փոխի եւ այսպես պարտավորված, ես չգիտեմ ինչ էլ սխեմաներ են օգտագործել այնուամենայնիվ, բայց վստահ եմ, որ նման քաղաքացին երբեք փողոցային պայքարի դուրս չի գա, որովհետեւ չկա քաղաքական հենք, չկա փաստարկված որևէ խնդիր, որի համար քաղաքացին փողոց դուրս կգա, այնպես որ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում եւ ես կարծում եմ ու միշտ եմ պնդել, որ այդ եռագլուխ կուսակցության առաջնորդներից եւ որևէ մեկին Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբևէ չի ընտրել, չի ընտրում նաեւ այսօր։ Լավ, Տիկին Ղազարյան, ես ուրեմն ներկայացրի նաև Շոյգուի իզվեստիայում ուրեմն հրապարակած մեծ հոդվածը, որտեղ անդրադառնում էր ուրեմն Թավշյա հեղափոխությանը Հայաստանի եւ ըստ էության նաև ուրեմն արևմտյան հետքեր փորձում տեսնել, ուրեմն ասում էր թե ինչպիսի գործիքներով եւ ինչ մեխանիզմներով են ուրեմն դրանք իրականություն դարձել 18 թվականին այդ փոփոխությունները։ Դուք որ չափով եք համաձայն, որ չափով եք ուրեմն դատապարտում ընդհանրապես նրա հայտարարությունները, որովհետև տեսակետ կա, որ հասարակությունը կարծեք թե այդպես էր ստացվում, հասարակությունը չէր ուզում փոփոխություն, բայց եւ դրսից պարտադրված փոփոխություն եղավ 18 թվականին։
Դե իրականում տեսեք ձեր խոսքի մեջ էլ դուք էլ այն ինչ արտաբերում եք դուք էլ եք չէ հասկանում որ նման բան չկա դա պարզապես տեսակետն է Շոյգուի ես թողնում եմ իր տեսակետը իրեն գուցե էլ եմ ասում դրսից այլ բան են իրենք մտածում բայց ներսի ապրող մարդու համար դա միանշանակ էր որ 18 թվականին երկրում կար ճգնաժամ եւ Հայաստանի Հանրապետության 90% քաղաքացիները մասնակցել են հեղափոխությանը եւ իրականացրել են հեղափոխություն այստեղ որևէ գործիք որևէ ինչ որ բան տեսնել ուղղակի անիմաստ է որովհետեւ էլ եմ ասում 90% Հայաստանի Հանրապետության բնակչության մասնակցել է հեղափոխությանը այդ անարդարության այդ եղած ճգնաժամի հիմքով փողոց է դուրս եկել սա է իրականությունը սա է մեր տեսակետը որը որ Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի կարող է փաստել Լավ, Տիկին Ղազարյան, ուրեմն այսօրին սրական նախաձեռնությունները երբեք մտադիր ուրեմն կյանքի կոչել, գիտեք այս բոլոր ուրեմն գործընթացներին զուգահեռ սահմանադրական դատարանում են քաղաքական ուժերը վիճարկելու ընտրությունների արդյունքները, իդեպ շատերը սպասում էին, որ քաղաքացիական պայմանագիրը նույնպես փաստորեն հանդես կգա ուրեմն նախաձեռնությամբ նմանատիպ, որովհետև շարունակ պնդում եք, որ ընտրակաշառքը ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն է ունեցել վարչապետն էլ կոնկրետ թվերով է խոսում 70%-ը, հա, այդ ընդդիմության ձայների ընտրակաշառքն է ուրեմն դեր կատարել, այդ դեպքում ինչու չեք դիմում, այդ դեպքում լեգիտիմ են թե ոչ այս ընտրությունները, եթե ընդդիմության ձայների համար լեգիտիմ չեն, ձեր ձայների համար լեգիտիմ չեն, մի տեսակ նոնսենս չի ստացվում։ Գիտեք, ընդդիմության այս որ գործելու ձևն է, որ պետք է դիմի սահմանադրական դատարան։ Եթե չեմ սխալվում, 21 թվականին էլ էր դիմել սահմանադրական դատարան եւ ոչ մի արդյունք այդ հիմքով չի գրանցվել։ Այս դեպքում էլ ես վստահ եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումները աներկայ են եւ ինչ խոսք, թող դիմեն սահմանադրական դատարան, կտեսնենք սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի։ Ինչ վերաբերվում է արդեն ընտրակեղծարարության դեմն առնելու, մենք որպես պետություն, իշխանություն, մենք լծված ենք այդ ընտրակեղծարարությունները կանխարգելելու եւ այս ամբողջ օրենսդրական նախաձեռնությունները հենց դրա համար են, որ հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ ընտրությունները անցել են ազատ, արդար, թափանցիկ միջավայրում, թեպետ 3 ընտրատեղամասերում կային խնդիր, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել, բայց այնուամենայնիվ մյուս ընտրատեղամասերում որևէ խնդիր չի առաջացել եւ ընտրությունները լիովին լեգիտիմ են։ Այլ հարց է, որ ընդդիմությունը մանդատներ ստացավ, հավաքական ընդդիմությունը մանդատներ ստացավ, բացառապես ընտրակաշառքի հիմքով, ինչի վերաբերյալ են մենք այսօր օրենսդրական նախաձեռնություններով հանդես են գալիս, արտադատության նախարարությունն էլ իր հերթին կնախաձեռնի գուցե որոշ օրենսդրական նախաձեռնություններ, կարծում եմ այս հիմքով մենք պետք է առաջ գնանք։ Տիկին Ղազարյան վարչապետը 3 ազգային ժողովում, հա, Խորհրդանի ամբիոնից նորից խոստացավ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ եւ Բելարուսամետ օլիգարխ, նրա ձևակերպումներն են։ Դրանց անհատապես ջախջախելու եմ ասած նա, ուրեմն ինչ է սա նշանակում, վարչապետը գնում է ռադիկալ գործողությունների կամ ուրեմն վերջ 8 տարի անց լցվեց համբերության բաժակը։ Այո, ինչու, որովհետև դա հանրային պահանջ է նաև։ Ես ասեմ ձեզ, որ բոլոր այն դրվագներով, որով որ քրեական վարույթներ են հարուցվել, այս 3 կուսակցության ներկայացուցիչներն են եղել, ովքեր ընտրակաշառք։ Սա, գիտեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հեղափոխական, ինչպես վարչապետը նշեց, մենք քիչ թե շատ կընտրակաշառք, կաշառք եւ այլն այդ արատավոր երևույթից փորձում էինք հեռանալ, բայց փաստորեն համակարգված ինստիտուցիոնալ կերպով բերեցին ու այսօր ներդրեցին մեր հասարակության մեջ, ինչը որ կոնկրետ վիրավորանք կարելի ասել յուրաքանչյուրիս համար, որպես դնենք մի կողմ պատգամավոր, վարչապետ եւ այդ նայենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնականաբար պետքա պատիժ կրեն։ Խնդիրը նրանում է, որ 21 թվականից այսօր, երբ որ վիճակագրությունն ես նայում, ընտրակաշառքի վերաբերյալ որևէ դատական գործ կամ որևէ մեղադրյալ չկա, ինչը որ նոնսենս է եւ վարչապետն էլ այս մասով 3 ամբիոնից հայտարարեց, հետեւաբար հետեւողական կլինենք, որ բնականաբար չի եղել անհատական մակարդակում ընտրակաշառքի բաժանում, նույնիսկ այդ մասն խոսում է հակակոռուպցիոն կոմիտեի տրված միջնորդության մեջ, որ սա եղել է կազմակերպված, համակարգված, ներառված են բացառապես այս 3 կուսակցությունների ներկայացուցիչները, հետեւաբար
կազմակերպիչները եւ գլխավոր մասնակիցները իրենք են, որոնք որ պետք է կրեն հստակ պատասխանատվություն եւ մենք այսօր գիտենք, որ այդ հիմքով արդեն կալանավորված անձ ունենք։ Ժողովուրդը նախկինում էր պահանջում Տիկին Ղազարյան, սա ուզում եմ հիշեցնել ձեզ 8 տարի առաջ էլ երբ կար խոստում, այս 8 տարվա ընթացքում մենք բազմիցս ուրեմն հայտարարել ենք այդ մասին։ Ես գիտեմ, որ կար խոստում եւ վարչապետն էլ նշեց, որ մեզանից ամենաշատը, որը չենք կարողանում բացատրել, հենց այդ խոստումների խնդիրն էր, բայց սահմանադրական կարգը այնպեսին է եղել, որ հարմարեցված է եղել այնպես, որ չենք կարողանում ինստիտուցիոնալ կերպով այդ ամեն ինչին լուծումը տալ եւ մենք միշտ ենք ասել, որ մենք չենք ցանկանում եւ ընդհանրապես նպատակ չունենք դատայրավական համակարգի գործունեության մեջ խառնվելու, բայց կարծում եմ պետք է ինստիտուցիոնալ կերպով գնալ այդ խնդիրների ամենաարագ լուծման եւ դուք տեսաք հենց ընտրությունից անմիջապես հետո թեկուզ օրենսդրական մակարդակով մենք շատ արագ սկսեցինք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որովհետեւ իրոք քաղաքացի համբերությունը եւ մեր համբերությունն էլ է արդեն հատվել եւ մենք պետք է գնանք էլի ինստիտուցիոնալ ճանապարհով, բայց արդեն ավելի այսպես զգոն լինելով դատայրավական համակարգին, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Վարչապետը շատ հստակ խոսեց, որ հնարավոր չէ ընտրակաշարքի վերաբերյալ մարդիկ արդարացվեն եւ այդ դատավորը խոսա, որ ինքը արդարացի վճիռ է կայացրել։ Հետեւաբար պետք է բարեբարկությունը ստուգվի բոլոր դատավորները, այսինքն արմատական փոփոխություններ պետք է արվի թե սահմանադրական կարգի եւ թե բոլոր այդ դատայրավական համակարգի ներկայացուցիչների հարցում։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցիդ հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։ Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ,
Դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix եղիր կոնտենտի թրենդի մեջ։